Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1114-րդ օրն է, քանի որ 5 շաբթի է ծանրաբեռնված օր, որոշեցի նորից համեմատաբար կարճ եթեր կազմակերպել ձեզ համար, ներկայացնել Կուրսկի մարզից մանրամասնել, պատմել Ուկրաինային եւ Արևմուտքին առնչվող կարևորագույն իրադարձությունների մասին։ Սկսենք Սիրսկու հրատապ հայտարարությունից, հետո անցնենք Թրամփին եւ Զելենսկուն։ Սիրսկին հայտարարություն է արել Կուրսկի մարզում հակառակորդի առաջխաղացման ֆոնին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մեջբերեմ, չնայած ռուս հարավկորեական բանակի ուժեղացված ճնշմանը, Ուկրաինայի զինված ուժերը մտադիր են պաշտպանությունը Կուրսկում պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, նշել է գեներալ Սիրսկին։ Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով հակառակորդը փորձում է ուկրաինական ուժերը դուրս մղել Ռուսաստանի Դաշնության տարածքից եւ ռազմական գործողությունները տեղափոխել Ուկրաինայի տարածք, մասնավորապես Սումիի եւ Խարկովի մարզեր։ Քաղաքական նպատակներին հասնելու համար թշնամին կորուստները հաշվի չի առնում։ Կուրսկում Ուկրաինայի պաշտպանության բանակի գործողության սկզբից ռուսական բանակի մարդկային կորուստները կազմել են գրեթե 55,000 մարդ, 54,900, որից ավելի քան 22,000-ը, 22,200-ը անդառնալի կորուստներ են, այսինքն ոչնչացված են։ 31,800 ռուսական բանակի ներկայացուցիչ վիրավորվել է, ռուսական բանակ ասելով, նաև հյուսիսկորեացիներն էլ հետը նկատի ունենք, եւ 942 ռուսական բանակի զինվոր գերեվարվել է։ Բացի այդ, ոչնչացվել կամ վնասվել է մոտ 2100 միավոր զինտեխնիկա, այդ թվում 90 տանկ, 654 միավոր զրահատեխնիկա, հրետանի, ռեակտիվ հրետանի, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինքնաթիռ, ուղղաթիռներ, ավելի քան 1100 մեքենա եւ 28 միավոր հատուկ տեխնիկա։ Նաեւ խոցվել է մոտ 1500 ռուսական դրոններ։ Ռուսական ավիացիան ռեկորդային թվով հարվածներ է հասցրել սեփական տարածքում, Սուջայի ռմբակոծության արդյունքում քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Կուրսկի մարզում պաշտպանությունը շարունակվում է, գլխավոր առաջնահերթությունը մնում է ուկրաինացի զինվորների կյանքը փրկելը, անհրաժեշտության դեպքում պաշտպանության բանակի ստորաբաժանումները դրոնների եւ հրետանու միջոցով մանևրում են առավել շահավետ դիրքեր։ Դրա համար բոլոր անհրաժեշտ հրամանները տրված են։ Չնայած ռուս հյուսիսկորեական զորքերի ուժեղացված ճնշմանը, Կուրսկում պաշտպանությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ընդգծել է գերագույն գլխավոր հրամանատարը։ Կուզեի երկու բառով անցնեինք երեկվա Զելենսկու հայտարարությունների վրայով։ Զելենսկին մեկնաբանել է Մոսկվայի վրա դրոնների հարձակմանը։ Ըստ Զելենսկու, Ուկրաինան կպատասխանի Ռուսաստանին իր տարածքում բոլոր հարվածների համար եւ Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը նման արդար պատասխաններից մեկն է։ Այս մասին երեկ Կիևում լրագրողների հետ զրույցում ասաց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեջբերեմ, մեր բանակը օգտագործում է մեր սեփական արտադրության հեռահար զենքերը, եթե խոսքը վերաբերվում է դրոններին, սա ոչ թե ուժի ցուցադրություն է, այլ արդարացի պատասխան այն ամենին, ինչ անում է Ռուսաստանը մեզ հետ։ Այս համատեքստում Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի երեկվա հարձակումը Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա, որտեղ այլևս հյուրանոցներ չեն մնացել, հիշեցնեմ, որ բոլոր հյուրանոցները վերջին 3 ամսվա մեջ բալիստիկ հրթիռներով վնասել կամ ոչնչացրել է Ռուսաստանը։ Մեջբերեմ, եթե ռուսները կարծում են, որ կարող են սպանել ուկրաինացիներին եւ դրա համար նրանց ոչինչ չի պատահի, ապա դա թյուր կարծիք է, վստահեցրել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին անդրադարձել է նաև Կուրսկի մարզում տիրող իրավիճակին, մեջբերեմ, ուկրաինական զորքերը Կուրսկի մարզում կատարում են իրենց հանձնարարված խնդիրները, իսկ հրամանատարությունը համակարգում է դրանք կենտրոնանալով զինվորների կյանքը պահպանելու վրա։ Զելենսկու եւ Սիրսկու հայտարարություններից կարող ենք եզրակացություն անել, որ մարտերը Կուրսկի մարզում կշարունակվեն, բայց դրանք երևի թե արդեն կրեն պաշտպանական բնույթ եւ ավելի շատ մանևրային պատերազմ դառնա։ Զելենսկի լրագրողներին ասել է նաեւ, թե ինչ կարմիր գծեր չի անցնի Ուկրաինան խաղաղ բանակցություններում։ Ուկրաինան չի ճանաչի օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս, սա կարմիր գիծ է Ուկրաինայի համար բանակցություններում։ Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան պայքարում է անկախության համար, հետևաբար չի ճանաչի Ռուսաստանի կողմից օկուպացված որևէ տարածք։ Զելենսկին հայտնել է նաև առաջարկությանը համաձայնելու պատճառներին։ Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի մասին ամերիկյան առաջարկին, որպեսզի խուսափի Ռուսաստանի խաղաղության ցանկություն չունենալու պնդումների հետ խաղալուց։ Այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկին, դե մենք մեր եթերներում վաղուց քննարկել ենք սա եւ չենք մոռանում, որ զինադադարի գաղափարը հենց Զելենսկուն էր, երբ օրերս Բրյուսելում նա սամիթի ժամանակ խոսեց
սահմանափակ հրադադարի մասին։ Խոսենք Թրամփից, ես գիտեմ, որ մեր լսարանի մեծ մասը, ինչպես եւ ես, առանձնակի վստահություն չունի Թրամփի գործողությունների նկատմամբ, չնայած որ արդեն երկրորդ օրն է, ինչպես ասում են, Թրամփը մերն է, մնում է նույն գծի վրա, մեծ ձեռնտու բաներ է ասում եւ նույնիսկ սպառնում է Մոսկվային սարսափելի պատժամիջոցներով զինադադարի հետ անհամաձայնության դեպքում։ Դե կտեսնենք, թե ինչպես կանցնի ամեն ինչ, բայց առայժմ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել երկու փաստի վրա, որոնք մտածելու տեղիք են տալիս։ Իշխանության գալուց ի վեր Սպիտակ տան նոր տանտերը ոչինչ չուներ բացի 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի պատերազմն ավարտելու մասին անպագորգոր հայտարարություններից, բայց հետո ինչ-որ մեկը ըստ երևույթին նրան առաջարկեց, որ Զելենսկին Թրամփին հիանալի հնարավորություն է տալիս միաժամանակ PR-վելու համար եւ ձեռքի հետ էլ փորձել լուծել պատերազմի հարցը, ինչու ոչ։ Թրամփի այսօրվա շրջապատը ավանտյուրիստների եւ կոնֆորմիստների խմբակ է իմ կարծիքով, այնպես որ ոչինչ բացառել չի կարելի։ Նախ Թրամփը Զելենսկու Ուկրաինայի հաղթանակի ծրագրի մի կետը հազվագյուտ մետաղների հանքավայրերի վերաբերյալ ներկայացրեց որպես իրենը եւ իբրև կոմպենսացիոն մեխանիզմի գաղափար սկսեց թմկահարել ամենուրեք, թեև հանքերի մասին համաձայնագիրը սովորական ներդրումային ծրագիր է, այն ուղղակի կապված է Ուկրաինայի վերականգնման հիմնադրամի հետ, այսինքն Ամերիկան ոչ միայն իրեն ոչինչ չի վերադարձնում ռազմական օգնության դիմաց, այլ նաև պարտավորվում է Ուկրաինային օգնելու նոր ներդրումներով։ Սա մեզ համար հոյակապ է եւ շատ ծիծաղել են այն մարդիկ, ովքեր հավատում են, թե այդ գործարք Ուկրաինային ստիպում են եւ վախեցնում են դրանով։ Դա նույնն է կարծես մեկը փորձի վախեցնել, որ կպատժի մեզ շատ փող տալով, եթե մեզ լավ չպահենք։ Թող տա, ավելին փող տալը դա ներդրումները գործող հանքավայրերում, որի եկամուտները նույնիսկ Ամերիկան իր բաժինը չի վերցնում եւ Ուկրաինայի եւ այլ գործընկերների հետ ներդնում է Ուկրաինայի վերականգնման հիմնադրամում։ Դե հիմա մարդ բերեք, որ սրանից հրաժարվի։ Եվ պարզ է ուկրաինական կողմը չի հրաժարվի, որքան էլ օրինակ Հայաստանի 5-րդ Շարասյան փիլիսոփաները կարծեն, թե դա Ուկրաինային պատժելու միջոց է։ Կարծում եմ երևի նախանձում են, վստահ եմ, որ ցանկացած քոչարյանական կերազեր, որ իրեն սպառնային ներդրումներով պատկերացնում եք, չէ, դրանց լեզուն որքան կերկար էր։ Բայց վերադառնանք Թրամփին։ Հիմա նայում ենք Թրամփի երկրորդ քայլին, որը ոչ այլ ինչ է, քան Զելենսկու կողմից Բրյուսելում հնարավոր մասնակի զինադադարի առաջարկը։ Թրամփը ծանոթ օրինաչափությամբ Ուկրաինայի նախագահի առաջարկը վերածեց իր առաջարկի, ինչի հետ ուկրաինական կողմը պատրաստակամորեն համաձայնեց։ Քիչ առաջ կարդացի Զելենսկու խոսքը, պատճառներից մեկը որն էր։ Միակ տարբերությունն այն է, որ առայժմ գերիների վերադարձի եւ հումանիտար այլ հարցերը թողել են սեղանին, այլ ոչ թե որպես վերջնագիր ներկայացրել Մոսկվային։ Հիմա կարող է մտածեք, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու են անհանգստանում։ Անհանգստությունը նրանում է, որ Թրամփը չունենալով իր ծրագրերը խարխափելով գնում է առաջ միաժամանակ PR-վելով, բայց նա խորամանկ Պուտինի հակաքայլերի ժամանակ կարող է նորից ամեն ինչ խառնել իրար եւ նորից մեր հետ լարել հարաբերությունները։ Կարծիքներ կան, որ Պուտինը չի ասի ոչ ամուր այո, ոչ ամուր ոչ։ Նույնիսկ ֆանտաստիկ իրավիճակում, երբ Պուտինը մի քանի ժեստեր կանի հրադադարի ուղղությամբ, դա դեռ ժամանակավոր կլինի եւ շատ խիստ պայմաններով։ Օրինակ Պուտինը կարող է պահանջել դադարեցնել զենքի մատակարարումները Ուկրաինային որպես զինադադարի պայման։ Այդ ժամանակ Թրամփի պահվածքը կրկին անկանխատեսելի կդառնա մեզ համար։ Իսկ դա ոչ մի լավ բան չի բերում ոչ մեր, ոչ էլ եվրոպական դաշնակիցների համար։ Իմիջիայլոց մենք մոտեցանք այսօրվա լայվի եւս մեկ կարևոր թեմայի, դաշնակիցների միջև անվստահության թեմային։ Դաշնակիցների միջև վստահության թեման ավելի քան արդիական է դարձել վերջին օրերին Թրամփի վարչակազմի գալուստով եւ դա վերաբերվում է համագործակցության բոլոր ոլորտներին։ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընդամենը 2 ամսվա ընթացքում Դոնալդ Թրամփին հաջողվել է խաթարել իր ամենամոտ դաշնակիցների վստահությունը։ Վերջերս Ամերիկայից Ուկրաինայի համար գնված զենքի մատակարարումների այդ ժամանակավոր արգելափակումից հետո Թրամփը բացեց կարծես Պանդորայի արկղը եւ այժմ դա հարվածում է Ամերիկայի շահերին։ Երկրները մեկը մյուսի հետևից կասկածում են ամերիկյան զենք գնելու արդյունավետության հարցում, վախենալով տհաճ անակնկալներից։ Գերմանիայում Թրամփի գործողությունների հետ կապված մտահոգությունների ֆոնին խոսվում է Ամերիկայից F-35 ինքնաթիռների պայմանագրի խզման մասին։
Բերլինում մտահոգություններ են առաջացել Միացյալ Նահանգների հետ Բունդեսվերի համար 5-րդ սերնդի F-35 կործանիչներ գնելու վերաբերյալ Ամերիկայի հետ բազմամիլիարդ դոլար արժողությամբ գործարքի իրականացման վերաբերյալ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հանդեպ որոշ որոշումներից հետո։ Ինչպես նշում են գերմանական մամուլը, Բերլինը մտավախություններ ունի, որ F-35-ը, որը պետք է հանձնվի Բունդեսվերին, կհամալրվի հեռահար անջատման համակարգով եւ անհրաժեշտության դեպքում Ամերիկան կանջատի այդ մարտական համակարգերը։ Փորձագետները նշում են, որ նման դեպքում օդանավը պարզապես կվերածվի մետաղի կույտի։ Ասեմ, որ խոսքը գնում է kill switch կոչված անջատիչի մասին, որ փորձագետների կարծիքով հնարավոր է, որ ներդրվի F-35 ինքնաթիռներում։ Միաժամանակ Կանադայում սկսեցին հասկանալ, որ Ամերիկայի հետ պաշտպանական գործունեությունը ոչ թե ուժեղացնում, այլ թուլացնում է երկրի անվտանգությունը։ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության պատճառով Ամերիկայի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում Կանադան մտավախություն ունի, որ ամերիկացիները կարող են անջատել կանադացիների կողմից գնված վերջին F-35 կործանիչները։ Մասնավորապես կանադացի հեղինակավոր ավիացիոն փորձագետ Մայքլ Բայերսը զգուշացնում է նման վտանգի մասին The Globe and Mail-ի հրապարակման մեջ։ Իհարկե Ուկրաինայի հետ հարաբերությունները այս պահին շտկվել են, բայց ոչ ոք չգիտի, թե որքան երկար կտևի Թրամփի կամ թրամփիստների այս տրամադրությունը։ Ամերիկայի դավաճանությունից վախենում են ոչ միայն Գերմանիան եւ Կանադան, այլև Եվրոպայի մյուս դաշնակիցներն ու գործընկերները։ Այս մասին գրում է Financial Times-ը, պարզվեց, որ եվրոպական երկրները խիստ կախվածություն ունեն ամերիկյան զենքից։ Շատ երկրներ հիմա մտածում են այն մասին, որ Ամերիկան կարող է հետագայում դավաճանել նաև իրենց, ինչպես օրերս դավաճանեց Ուկրաինային։ Financial Times-ը մեկ այլ հոդվածով հիասթափեցնում է ռուսաստանցիներին, խոսքը Ռուսաստանում բիզնեսի մասին է, ինչպես ասում է Financial Times-ի հոդվածում, միջազգային բիզնեսմենները չպետք է ակնկալեն վերադառնալ Ռուսաստան եւ շահույթ ստանալ, Ռուսաստանն այլևս ներդրողներին չի գրավում։ Մինչև վերջերս Ռուսաստանը գրավիչ շուկա էր միջազգային բիզնեսի համար։ 2000-ականներին օտարերկրյա ընկերությունները միլիարդավոր դոլարներ էին վաստակում, իսկ երկրի տնտեսությունը աճում էր երկրի տեմպերով։ Սակայն այս շրջանը վաղուց անցյալում է։ 22 թվականից ի վեր օտարերկրյա ընկերությունները Ռուսաստանում կորցրել են ավելի քան 170 միլիարդ դոլար։ Միայն ամերիկյան բիզնեսները կրել են ավելի քան 45 միլիարդ դոլարի վնաս։ Այժմ նույնիսկ պատժամիջոցների թուլացումը չի վերականգնի ռուսական շուկայի նախկին գրավչությունը, ռիսկերը չափազանց մեծ են, իսկ Կրեմլի ճնշումը չափազանց մեծ։ Հուսամ մեր նոր ֆորմատի այս եթերը ձեզ դուր կգա, չուզեցա շատ ծանրաբեռնել, ձեզ լավ օր եմ մաղթում։